այս պորտկումը ինչով է պայմանավորված դժվարանում եմ պատկերացնել։ Միևնույն ժամանակ չեմ համարում, թե սա ինքնավերահսկողությունից դուրս արված արտահայտություններ են։ Եթե այդպիսիք լինեն, եկուց կելնի կասի ներողություն, ես չէի ուզում այդպես ասել, փոփոխվեցի, ասենք երկուշաբթի էր, ծանր օր էր, բայց ոչ, համոզված եմ, որ Փաշինյանի այդ տեսակ ռեպլիկները բանեն, լավ մշակված են, փոփոխվելու տեսարաններն են, ինքը իրեն լավ էլ տիրապետում է, էլի այն դեպքը չէ, որ ինքը իրեն չի տիրապետում, հա, ու ակնհայտ է, որ հետսետե ամեն օր մենք տեսնում ենք 1, 2, 3, 4, 6 հատկապես արցախցիների, որոնք որոշում են, որ իրենց պորտկումը պիտի հայտնեն, հասկանալի է մի կողմից, մյուս կողմից կասկած ունեն, որ մեծահարուստ ընդդիմությունը գտել է լավ երակ, այսպես ասած, օգտագործել արցախցիների վիշտը, ցավը, բան եւ այլն այս ընտրություններում իշխանությունների դեմ։ Քաղաքական տեխնոլոգիայի իրավունք ունին օգտագործել, իրավունք ունեն, օրենքով տաղարկելված չէ։ Հա, գերեզմանները զոհվածը 5000 հոգու զոհ։ Այսօր նորից այդ խոսակցությունը գնաց, էլի փոփոխվեց, այդ ինձ էլ է, գիտեք, մշտապես հետաքրքրում, թե այդ 5000 թիվը, որ ասում եք, ինչի եք ասում 5 ժողովուրդ։ Այս հարցը եղավ քանի տարի հետաքրքիր է։ Համարում եք, որ 4000-ը քիչ է, հա, փոքր թիվ է։ 5000-ը կլորացնում է, եկեք 10000 ասեք, 20000, 50000 ասեք։ Տեսեք, դրանից լավ կլինի։ Այսինքն ամեն անգամ, երբ ես լսում եմ, ով ուզում է լինի, երբ ասում է 5000 զոհ, որտեղ ուղղակի ուղեղից մեջ միանում են համակարգը, թե այստեղ ռոպագանդայի զոհեր ունենք մենք, կամ ռոպագանդիստներ ունենք, կամ են է։ Չի կարելի, չէ, այնքան անմեղսունակ լինել, որ վերցնես եղած թիվը, փոխես, տնգափոխես ուրիշ թիվ տեմ տաս, թե 5, այնտեղ էլ ինքն է Փաշինյանն է, փոփոխվում ու նորից էլի, որտեղից 5, պատմեք նայենք ինչ 5 է, 5000, ինչ գիտեք, որտեղից գիտեք եւ այլն եւ այլն։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։